Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցիացված փորձագետ Սամվել Մելիքսեթյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքսեթյան։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքսեթյան, այս այն դեպքերից է, որ ես պիտի հարցնեմ, դուք պիտի պատասխանեք այն պարզ պատճառով, որտեղ խոսելու եք իրոք բաներից, որոնցից ես գաղափար չունեմ։ Եվ ոչ միայն ես, որովհետև դուք են քիչ մարդկանցից եք, որ վերջին շրջանում եղել է Բաքվում, դուք նոր եք վերադարձել Ադրբեջանից, որտեղ դա պատասխանայից էր, ուղղակի հիշեցնեմ մեր ռադիո լսողներին էլ, YouTube-յան եւ Facebook-յան հետևորդներին էլ, պատասխանայից էր սրանց առժամանակ առաջ ադրբեջանական այն ինչ-որ իրենք կոչում են քաղաքասարակություն եւ փորձագիտական շրջանակների այցից հետո Երևան պատասխան այցով մեկնեցինք մի խումբ փորձագետներով Ադրբեջանի մայրաքաղաք, որն է նպատակը ընդհանրապես, որովհետեւ մենք խոսում ենք անդադ խաղաղությունից, բայց այդ փոխայցերի նկատմամբ վերաբերմունքը այսպես շատ ծանր է, այսպես ասեմ, նպատակը որն է։ Նայեք, Հայաստանը ու Ադրբեջանը վերջին 33 տարին առնվազն, որովհետև մինչև 92 թվականի գարնանը ինչ-որ սահմանը, ինչ-որ բեռներ հատել են, գնացքներն են աշխատել, բայց դրանից հետո լիարժեք, կարելի ասել, կոնֆլիկտների այն ամենակատարյալ տարբերակներից են ներկայացրել, երբ որ չկար կոմունիկացիաներ, փակ սահմաններ, բլոկադա, տոտալ ինչ-որ նաև քարոզչություն, ինֆորմացիոն դաշտ իրարամերժ, սահմանի փոխարեն շփման գիծ, ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաև ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ նաեւ բնակչությունների, սեգրեգացիա, որտեղ բոլոր հայերը, որ ապրում են Ադրբեջանի ենթակա, իհարկե աննշան այդ բացառությունները միակ հաստատում են օրենքը, եւ Հայաստանում չմնացին ադրբեջանցիներ, Ադրբեջանում չմնացին հայեր։ Սա համաշխարհային պատմության մեջ իսկապես եզակի կոնֆլիկտների տիպերից է, որովհետեւ հետխորհրդային տարածքում բոլոր այլ կոնֆլիկտները, որ մենք ունենք, այնտեղ այնուամենայնիվ պատկերը տարբերվում էր եւ տարբերվում են նույնիսկ մինչեւ հիմա։ Հետևաբար, այս գործընթացը, որը սկսեց ավելի ակտիվ եւ նաեւ հանդիպումներ են եղել տարբեր փորձագետների, քաղաքասարակության ներկայացուցիչների, տարբեր երանգավորումների, ընդ որում քաղաքասարակության, որտեղ իսկապես կան տարբեր այդ երանգավորումները, Ադրբեջանում կան, Ադրբեջանում եղել են ու հիմա կան նաեւ ադրբեջանցիներ, որոնք Ինչի համար եմ ես այս հարցին չեմ պնդում, որովհետև տեսեք, երբ նրանք էին եկել Երևան, մասնավորապես այդ խոսույթներ գերակշռ, որ մենք սրանց հետ ինչ պիտի խոսենք, որովհետև գիտենք ովքեր են, ինչով են զբաղվել, գործողություններով հիշեցնում էին, որ նրանցից մի քանիսը մասնակցել են Արցախի բնակչությանը սովահարության մատնելու այդ գործողությանը, որը անունադրված էր բնապահպանական շարժում, որի արդյունքում Արցախն ամբողջովին բլոկադայի մեջ հայտնվեց, տոտալ բլոկադայի ենթարկվեց, ու ընդհանրապես, որ բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն որպես այդպիսին, որպես նույնիսկ ինստիտուտ չէ, գաղափար, որպես գոյություն չունի, այսինքն այնտեղ ուղղահայացն է իշխանական, այդ ուղղահայացը վերևից ներքև ինչեր հանգիչնում է, դա այդպիսին է քաղաքասարակությունը։ Նայեք, այստեղ մի խնդիր կա, որը Ադրբեջանը, դուք ինչպես նշեցիք, Ադրբեջանը ունի որոշակի քաղաքականություն, այդ թվում քաղաքականություն ուղղված Հայաստանի նկատմամբ եւ այդ թվում գործիքներ, որոնցով ինքը իրագործել է իր այդ քաղաքականությունը եւ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի այդ շրջափակումը դա քաղաքական գործիք քայլ էր, որտեղ օգտագործում էին տարբեր ռեսուրսներ, այդ թվում քաղաքասարակությունը, եթե մենք վերցնում ենք ճակերտների մեջ այդ քաղաքասարակությունը, պետք է նաեւ հասկանալ, որ Ադրբեջանի քաղաքասարակությանների ներկայացուցիչները որևէ իլյուզիաներ չունեն, որ իրենք իսկապես անկախ ինչ-որ քաղաքասարակության ներկայացուցիչներ են, ու այս գործընթացում էլ այդ գործոնը ես կասեի էական չի, որովհետև ինչպես ես նշեցի, Ադրբեջանը տարբեր փուլերում հայ-ադրբեջանական հարաբերությունների ունեցել է տարբեր մոտեցումներ եւ տարբեր
հարցեր, որը ինքը լուծել է։ Դրանցից մեկը եղել է նաև Լեռնային Ղարաբաղի, այսպես ասած, միացումը Ադրբեջանին բոլոր առումներով, հա, վարչական եւ այլն, իրենք փորձել են որոշակի գործիքակազմ, նաև կոմունիկացիաների, որը չի ստացվել տարբեր պատճառներով, ուսա նույնպես մեր նաև խնդիրներից մեկն է հասկանալ ինչ պատճառներն էին եւ ինչու տարբեր առաջարկներ, այդ թվում արտասահմանյան հանդիպումներ մերժվում էին եւ մորժվում էին Լեռնային Ղարաբաղից։ Այնուամենայնիվ խնդիրն անում է, որ Ադրբեջանի պետություն, ադրբեջանական պետությունը եւ սա արդեն երևում է դա, խնդիրը դրել գնալ հարաբերությունների կարգավորման, որտեղ կա նաև այս տարը։ Ու սա սկսել է նոր գործընթաց, հա, մի ամիս առաջ ընդամենը ադրբեջանական այդ խումբը այցելեց Երևան, հիմա եղավ փոխադարձ այց Ադրբեջան, ու այդ շփումներից իսկապես երևում է, որ կա տարբերվող մոտեցում եւ կա անմիջական կապը այս իշխանությունների հետ, հա, որովհետև մենք նաև հանդիպում ենք ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հետ, եղել է բավականին, ես կասեի, իսկապես բաց քննարկում եւ շփում, եւ նաև դրանից պարզ է դառնում, որ նաև այն դիրքորոշումները եւ այն կարծիքները, որ հանդիպում են պաշտոնական մակարդակում, մենք հանդիպում ենք նաև մեր այդ գործընկերների խմբի անդամի, ադրբեջանական խմբի անդամի մասնակիցների հետ քննարկումների ժամանակ, այսինքն իսկապես կա այս միատարրությունը, ես կասեի, եւ հետեւաբար հիմա հնարավորություն է ստեղծել, նոր կոմունիկացիայի հնարավորություն է ստեղծել, ընդլայնել այդ գործընթացը, որը չի կարող շարունակվել միայն պաշտոնական մակարդակով, հա։ Ու նաև այս ձևաչափի առավելությունը այնուամենայնիվ կա ավելի ազատ մթնոլորտ եւ թեմատիկ առումով տարբեր հարցեր քննարկել, տարբեր առաջարկներ քննարկել ու հետագա զարգացումը ենթադրում է, որ արդեն լինում է բաժանում խմբերի, ընդլայնվում են մասնակիցները եւ ըստ այդ խմբերի ընտրվում են ուղղություններ, օրինակ կոմունիկացիաներ, մեդիա բնագավառում, որոշակի նույնպես կոնտակտներ, կա օրինակ հուզող հարց, որ ինչ որ հայաստանյան լրատվականներում կարող եք հիշել այդ 10 մզկիթների թեման, որ մեր մոտ հրատարակվեց ինչ որ թուրք լրագրող, որը պարզվեց Լուգանսկի այդ ժողովրդական հանրապետության քաղաքացի էր, ու Թուրքիայում պարզվում է հայտնի է իր պրոռուսական հայացքներով։ Այո, ու անմիջապես ադրբեջանցի օրինակ փորձագետին հայտնի էր ով է այդ մարդը, հայաստանյան լսարանի համար ինքը Թուրքիայի ներկայացուցիչը, նույնիսկ պաշտոնական Անկարայի, այսպես ասած, ներկայացուցիչ, եւ արդեն ակնհայտ է, որ դա ֆեյք է, չէ։ Իրենց դաշտում, քանի որ իրենք ավելի լավ են տիրապետում նույն թուրքական լրահոսին եւ Հայաստանում մենք տեսնում ենք ապատեղեկատվության ալիք կապված նաև այս խաղաղության գործընթացի հետ, սա նույնիսկ ինչ որ միջոց է արագ կոմունիկացիա եւ հասկանալու այս տեղեկությունը, որ մենք ունենք, ինքը համապատասխանում է ճշմարտությանը, որ ինչ ինստիտուտից է կամ ինչ անձից է ինքը բխում, այդ անձը ով է, ինքը կապ ունի պաշտոնական դիրքորոշումների հետ, կապ չունի եւ այլն, նույնիսկ այս հարցերում կարող է օգտակար լինել։ Այսինքն սա կոմունիկացիայի հնարավորություն է, սա նոր առաջարկների հնարավորություն է եւ նաեւ մեզ համար ավելի լավ հասկանալու այն ենթադրությունները, այն ակնկալիքները, այն պատկերացումները, որ մենք ունենք այս գործընթացից համապատասխանում են իրականությանը, թե չեն համապատասխանում։ Կան հարցեր, որոնք իհարկե մնում են առանց պատասխանի, բայց կան հարցեր, որտեղ ամրապնդվում են դու ինքդ քո այդ պատկերացումների մեջ եւ հասկանում ես, լավ, իսկապես մենք հնարավորություն ունենք լուծումներ գտնել եւ հակառակ կողմից էլ կառուցողական մոտեցում կա եւ այստեղ երևի կարող եմ հիմա փոխանցել այն ուղերձը, որ Հիկմետ Հաջիևը սկսեց իր խոսքը ուղղակի դրանով, խնդրում եմ փոխանցել Հայաստանի հասարակության առաջին հերթին, որ Ադրբեջանի նպատակն է խաղաղությունը եւ ոչ միայն խաղաղությունը որպես պատերազմի բացակայություն, հա նեգատիվ ինչ որ բանով, կոնտեքստով, այլ խաղաղությունը որպես դրական օրակարգեր ունեցող գործընթաց, որտեղ մենք կարող ենք նոր ինչ որ հարաբերություններ ստեղծել եւ այդ տոտալ իմ նկարագրած պատկերից առաջ գնալ, դա նույն ասենք ինչ որ սահմանային հատվածներում կոնտակտների մասին է, ապագայում իհարկե կոմունիկացիաների խնդիրն է, այս տրանզիտի հարցը կա,
օրինակ նույն սահմանազատման, սահմանագծման հարցում մենք հիշում ենք վերջին այս քննարկումները, որ անկլավների պահանջը կա եւ այդ շփումը նույնպես հնարավորություն տվեց հասկանալ, որ չէ, անկլավների եւ նմանատիպ բարդ հարցերի խնդիրը այնուամենայնիվ ամենադժվար հատվածը լինելով ինքը վերջին փուլի խնդիրները եւ սկզբից պետք է ավելի հեշտ հարցերը լուծվեն եւ այստեղ կներեք էլի Արեգ Քոչինյանը այսօր ուղղակի ասուլիսի ժամանակ հայտարարեց, ասեց, որ Հաջիևը, որի հետ ես այդքան էլ հաջող հանդիպում, օրինակ ես անձամբ չեմ ունեցել 2019 թվականին, մեր առաջին վերջին հանդիպումն եղել Թբիլիսիում, Հաջիևը այդ ուղերձ որպես փոխանցել էր հայ հասարակության, այսպես մի քիչ ամպագորգորա, բանջում իհարկե նախագահի խորհրդականը փորձում հասարակության հետ խոսել, բայց որ մենք գնում ենք խաղաղություն արդեն կայացած իրողություն է որպես այդպեսին, նա պետք է գնանք զարգացման, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ չունի։ Դրան զուգահեռ իմիջայլոց այնտեղ ակտիվանում է այդ այսպես կոչված անկլավների հարցի քննարկումը կամ բարձրաձայնումը։ Այնտեղ Ադրբեջանի նախագահը արդեն ուղիղ հրահանգ է տալիս, ասում է զարգացրեք այդ արևմտյան Ադրբեջան կեղծ թեզը, ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի կամ վերաբնակեցման իրավունքի հարցը բարձրացրեք։ Հիմա այդ ուղերձն ու այս իմ ասածները իրարով ինչքան կապում են։ Նայեք, առաջին անկլավների հարցին վերադառնալով այդ անդրադարձը սա մեր ԶԼՄ-ների արդեն մեկնաբանության արդյունք է, որտեղ ինքը ինչ-որ պատմական կոնտեքստի հետ կապված հայտարարություն է եղել եւ ճշտելով մենք հասկացանք, որ չէ, այս փուլում այդ հարցը ակտուալ չէ եւ սա պաշտոնական կարելի ասել դիրքորոշում է, ընդ որում հակառակ կողմի համար միանշանակ է, որ եթե մենք խոսում ենք անկլավներից, կա Արցվաշենը, այսինքն այն պատկերը, այն քարտեզները, որտեղ կա ինչ որ անկլավ Հայաստանի տարածքում, այդ նույն քարտեզներին կա Արցվաշենը։ Երկրորդը նաև նույնիսկ էլի մեջբերում կատարելով, երբ որ մենք հարցնում էինք նույն թրիփից, մեզ ուղիղ ասեցին Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհ։ Սյունիք բառը օգտագործելով, որը էլի սովորելով այս ինֆորմացիոն դաշտին մի քիչ անակնկալ էր օրինակ։ Ոնց էլ լեզուները չի կոտրվել, չէ՞։ Ոնց որ չէ, արդեն սովորում ենք։ Իհարկե Ադրբեջանում այդ ձեր նշած նաև արևմտյան Ադրբեջանի թեզը ու սա մի քիչ ավելի երկարատև շփումների արդյունք է ու ես կասեի համոզմունք, որ ձևավորվել է իրենց մոտ այս կառույցը եւ այս ոճի հայտարարությունները տարբեր, ես կասեի ալիքավոր զարգացումներ են ունեցել եւ ունենալու են կախված ինչ զարգացումներ կան Արցախի, այսպես ասած, վերադարձի իրավունքի եւ նմանատիպ այլ հարցադրումների մեր դաշտում, ընդ որում իրենք քանի որ իրենք վատ են հասկանում, շատ լավ ծանոթ են այստեղ ով ինչ է խոսում, ես ուղղակի պետք է նշեմ, որ զարմացած եմ այն աստիճանի ինչ աստիճանի տեղեկացված են Հայաստանում նույնիսկ փոքր լսարան ունեցող լրատվականների եթերում հնչած հայտարարություններից, քաղաքական գործիչներից եւ այլն, բայց այնուամենայնիվ, քանի որ իրենք այդ թշնամական պրիզմայով են, ես կասեի ընկալում, որովհետեւ այդ կոնֆլիկտի նստվածքը խանգարում է ավելի օբյեկտիվ նայել, հաճախակի շատ ինչ որ մարգինալ հայտարարություններ էլի դիտարկում են որպես Հայաստանում ինչ որ խոշոր խմբերի դիրքորոշում կամ հերանեկարային ինչ որ զարգացում եւ վստահ չէ։ Ընկալվում են այդպես թե ներկայացվում են։ Չէ, ընկալվում են, որովհետեւ իրենց համար կան այդ վախերը, որ սա ինչ որ ժամանակավոր գործընթաց է, որ ապագայում լինելու են որոշ հարցերի ռեաբիլիտացիա եւ ապագայում նաեւ արտաքին ինչ որ ուժեր կարող են այս ամենից օգտվել Այսինքն այն մտավախությունները, որ մենք ունենք նաև ունեն իրենք, հա, իրենք Թրամփի ժամկետը կավարտվի, հետո չգիտենք, կարող է եւ լինի այս եւ այն։ Ուկրաինական պատերազմը կավարտվի եւ Ռուսաստանը շուտ կգա այս կողմ։ Այո, դուք Վենեդիկտովի օրինակ հարցազրույցից կարող եք նման նրբաերանգներ նույնպես նկատել, որ որոշ հարցեր կան չեն ավարտված եւ այլն եւ այլն։ Ու հետեւաբար ինձ ամենահետաքրքիրը կներեք, Վենեդիկտովի մասին հիշեցրիցի ավելի ճիշտ, ոնց ամենահետաքրքիրը հետևելն են մարդկանց, որոնք կարծում են, որ Վենեդիկտովը իր այսպես մտածմունքներում անկախ է, ազատ է եւ զուրկ է մասնավորապես ռուսաստանյան շովինիզմից, այդ ամենահետաքրքիրն է։ Այո։ Այդ մարդիկ են հետաքրքիր։ Դե ինձ էլ են հետաքրքիր։ Հիմա
Եկեք բովանդակային, հա, փորձենք մի քիչ ավելի շատ, որովհետև էլի եմ ասում այնտեղ, հա, այնպես չի որ փակ դռների հետևում եք եղել, բայց քանի որ ինքը որպես այդպեսին ընթացք չի լուսաբանվել, on-line տարբերակով չի եղել, որ մենք հետևեինք, տեսնենք ինչի մասն եք խոսում։ Հիմա դա հանդիպեցիք քաղաքասարակության ներկայացուցիչների հետ։ Մտավախություններ կան։ Լավ, այդ արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված թեզը, ադրբեջանցիների վերադարձի իրավունք, այստեղ իմիջիալուց ձեզ նաև բանադրում էին ըստ էության, այնտեղ ողջ թաղելու կոչերել են եղել, ողջ այրելու, հետո նոր թաղելու կոչերել են եղել եւ այլն։ Ինչու՞ դուք այնտեղ մեր ռազմագերիների հարցերը չբարձրացրեցիք, ես չգիտեմ, որ այդ ֆորմատով այդ խոսակցությունը եղել է, չի եղել։ Ինչու չեք հակադարձում նման դեպքերում ու թարապես ցանկացած մեկը որ ադրբեջանցիների հետ հանդիպում է, այդ մեղադրանքին հանդիպում է նաև Բաքվից բռնի տեղահանվածների խնդիրներ, Սումգայիթից, Կիրովաբադից եւ այլն, իրենք որ ասում են 160,000 կամ 100,000 պիտի վերադառնան, մենք ընդհանրապես ավելի շատ էինք այնտեղ մոտավորապես 500,000 մարդեր բնակվում։ Եղել է նման խոսակցություն։ Նայեք, այստեղ կան խոսակցություններ, որ առաջնահերթ են եղել եւ գերիների հարցը, երբ որ մեզ հարցրել են ընդհանրապես մինչ այցը, որն է ձեր գլխավոր մտահոգող նաեւ հասարակությունը հարցը եւ որը դուք բարձրացնում եք նաեւ Հիկմետ Հաջիևի հանդիպումից առաջ, դա եղել է գերիների հարց։ Դա միանշանակ, որովհետեւ պարզ է որ բոլորի համար ամենացավոտ հարցն է այս փուլում ու նաեւ որ հնարավոր է լուծել, հա։ Մենք հասկանում ենք, որ հարցեր կան, որ մնալու են կախված օդում եւ այստեղ պետք է նշել, որ գնում է պաշտոնական գործընթաց այս ուղղությամբ եւ այն պատասխանը, որ մենք ստացել ենք, այդ պաշտոնական գործընթացն է որոշից, բայց ինքը բավականին ակտիվ է եւ արդեն այս սա մեր այսպես ասած հարցը չի, բայց մեզ պատասխանում են, որ գնում է եւ լուծումները հնարավոր են եւ հնարավոր են նաեւ ինչ որ ընկալելի ժամանակահատվածում։ Ինչպես նշվեց, քննարկվում են նաեւ այդ փոխադարձ ցավալի հարցերը, անվանումների հարցը, որովհետև Սևանը վերջապես Սևանը թե Գյոյչը բոլորիս հետաքրքիր էր եւ իրենք ինչպես են դա անցալում եւ նույնիսկ հարցեր կար մեր գործընկերներից մեկը բարձրաձայնեց նաեւ այդ տեղանունների հարցը, երբ որ Ազերթաջը Երևանը ռուսալեզու ինչ որ հրապարակման մեջ կոչում է Իրևան եւ մեզ նաեւ խոստացան, որ այդ հարցերը դա ակնհայտորեն, եթե խոսքը գնում է պետական ինչ որ լրատվականների մասին, նախ ցույց տվեցին նախկին բոլոր հրատարակությունները, որտեղ այն ամենայնիվ Երևան էր եւ ասացին, որ սա սխալ է, որը կողմի, հա, այսինքն իրենք տարբերվող դիրքորոշում չունեն Երևանը, ռուսալեզու իրենք միշտ գրում են հենց այդպես Երևան եւ այլն։ Կան նաեւ սա, եթե ավելի քաղաքականացված հատվածի, բայց որպես աշխատանքային հիմա ամենաակտիվ քննարկումները հենց խմբի ընդլայնման թեմատիկ զարգացումների հետ են կապված եւ նաեւ կոնկրետ ժամկետների, այդ ժամկետներում կոնկրետ հետազոտությունները համատեղ, հա, հայկական եւ ադրբեջանական արդեն մասնագիտացված խմբերի երբ կավարտվեն, երբ կներկայացվեն հասարակությանը, երբ նաեւ կներկայացվեն պետություններին, իշխանություններին, հա, որպես լուծումների առաջարկներ կամ տարբերակներ, այսինքն սրանք են կարևոր տարբերությունը եւ կարևոր տարբերությունը նաեւ այն է, որ հստակ մոտակա կես տարվա համար արդեն մշակվում է ծրագիր եւ պարզ է, որ լինելու է հաջորդ այցը ադրբեջանական խմբի, ընդ որում արդեն լինելու է շփում հայկական մեդիաների հետ, լինելու է հայկական այցը, ընդ որում նաեւ տրամաբանություն կա շարունակել ոչ միայն մայրաքաղաքներում, այլ ռեգիոններում, ընդ որում նաեւ ցանկություն կա նաեւ մեր կողմից, մենք հասկանում ենք, որ առաջին իրենց քայլը, երբ որ իրենք եկան թռիչքով Երևան եւ մենք գնացինք ինքնաթիռով, այդ 5 հոգու համար գրեթե դատարկ ինքնաթիռը եւ այդ ծախսերը, որ կան, ինքը բավականին արդարացի հարցեր է առաջացնում եւ մեր կողմից նաեւ ցանկություն եղել, որ հնարավորություն լինի ցամաքային ճանապարհով հատել սահմանը եւ հայտնվել Ադրբեջանում կամ ադրբեջանցիները կարողանան գալ Հայաստան եւ բոլոր այս հարցերը քննարկող հարցերից։ Հիմա արդեն ձեզ որպես քաղաքագետ հարցնեմ, որտեղ դուք ըստ էության ունեք ոչ միայն գնահատողական, այլև քննադատողական մտածողություն։ Դուք հավատում եք այն
երաշխիքների, ինչ ասեմ, լավ, խոստումներին կամ ցանկություններին, որը ադրբեջանական կողմը բարձրաձայնում է, որովհետև այստեղ անընդհատ բարբերաբար այնտեղ էլ բնականաբար ու շատ ավելի մեծ եւ շատ ավելի զանգվածային գնում է թեզը, նրանք մեզ խաբում են, այսինքն ինչպես մենք ենք ասում Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, նույն կերպ իրենք մտածում են, ասում են հայերը պատրաստվում են պատերազմի եւ բնականաբար Հայաստանը բնականաբար դե հո Թուրքիայի հետ չի պատերազմելու կամ Իրանի հետ պատերազմելու պատճառ չկա, Վրաստանի հետ առավել եւս մնում է ով մնում է Ադրբեջանը նույն տրամաբանությունը մեր մոտ է աշխատում չնայած որոշ բացառություններով, որովհետեւ հանկարծ մարդես հանկարծ ու կարող է Իրանի դեմ պատերազմական գործողությունների մասնակից դառնալ կամ ասենք նույնիսկ Ռուսաստանի Դաշնություն այո, այդ մտավախությունները կան, իմ ընկալումը այն է, որ ես գնալով իհարկե որոշակի հարցականներ ինձ համար նույնպես մնում են, բայց այն ամենայնիվ գնալով ես հասկանում եմ, որ այս ճանապարհը եւ այս շփումները եւ իսկապես օգտակար են եւ ինձ էլ են ավելի վստահեցնում, որ հնարավոր է ճանապարհը լուծել խաղաղ ճանապարհով եւ մենք խաղաղության ոչ թե նեգատիվ իմաստով, այլ հենց աշխատող ակտիվ խաղաղության, որից մենք կարող ենք նաև ինչ-որ երկու կողմերը պրոֆիտ ստանալ, լուծել այն 30-ամյականների մեկուսացման հետևանքները ինչ-որ ձևով հաղթահարել, որը ծանր է եւ մեզ համար եւ իրենց համար, հատկապես իրենց համար, օրինակ Նախիջևանի հարցն է շատ ծանր եւ վիճակն է ծանր է 30 տարվա ընթացքում եղել եւ այցի ժամանակ էլ մի ուրիշ խնդիր էլ կա մեկուսացման հետ կապված մեր ընկալումները Բաքվի եւ իրենց ընկալումը Հայաստանի Երևանի միշտ քարոզչական է եղել օրինակ ադրբեջանցի այդ խմբի անդամներից մեկը կատակարեց որ իրենց միշտ հերթացությունը ցույց էր տալի Երևանի ինչ որ մի հին շենք հին պազիկ հա եւ ջարդած ինչ որ փողոց ու իրենց ընկալումը նաև շատերի մոտ դա է 90-ականների Երևան։ Այո, ու երբ որ մենք վերադարձանք, ասում եմ Բաքու, մեզ հարցնում էին Երևանը իրոք տենց քանդված քաղաք է եւ այլն, ու մեր մոտ էլ երբ որ դու քո աչքերով ես տեսնում նախ քաղաքի ահռելի այն քաղաքաշինության ծավալները ու մոտեցումները ես ավելի կգնահատեի, որովհետեւ կանաչապատումը շատ կարևոր օրինակ խնդիր է։ Այն պայմաններով, երբ որ Աբշերոնի կլիմայական պայմանները ավելի անբարենպաստ են, քան Երևանին այդ հարցում ու այդ դետալների քաղաքի մտածվածությունն է, որ գնահատում ես, հասկանում ես, որ մարդիկ վերջին 30 տարում իսկապես ահռելի առաջընթաց են գրանցել կամ նույնիսկ դետալներ կա, որ նույնպես հետաքրքիր է, ինչքան են մեր հասարակության որոշ մշակութային առումով մենք նմանություններ ունենք, էլի 30 տարի մեկուսացած լինելով գրեթե նույն ձևով են հագնվում, ինչը տարբերվում է նույն Թբիլիսից կամ Վրաստանից, հա, ինչ որ պահվածքի դետալներ են նույն դերիաշտություն, խոհանոց եւ այլն կան տարբերություններ, բայց կան եւ ահռելի նմանություններ եւ մի բան է, երբ որ դու դա վերացական հասկանում ես ինչ որ YouTube-ով կամ գրքերով, ինչ որ տեղեկատվականությամբ, մի բան, երբ որ դու հասարակություն ես տեսնում, որի հետ դու այդքան տարի թշնամանք ես ունեցել որի հետ հաճախակի որ եւ որ նայում ես մարդկանց կենցաղը հարաբերությունները մեկ-մեկ մոռանում ես որ դու Հայաստանում չես հետո գլուխդ բարձրացնում ես ու Ադրբեջանի մեծ դրոշն է ասենք պատշգամբից կախած կամ ինչ որ ֆոնի վրա երևում հասկանում ես որ իրոք նաեւ մենք այս կոնֆլիկտի այս ընթացքում նաեւ գնալով մի ուղղությամբ երևի լիքը բաներ կորցրել ենք ու մի տպավորություն եմ ուզում կիսվել մենք որ գնացինք Գրիգոր Լուսավորիչ նախկին հայկական եկեղեցին որը հիմա գրադարան է այո գրքերի պահեստ է որտեղ նաև հայալեզու մի քանի արժեքավոր գրքեր կային օրինակ Հայկազյան բառարանն էր Աճարյանի բառարանի ձեռագիր ֆաքսիմիլներ որ շատ հետաքրքիր էր նաև ու աշխատողը Հայաստանից ադրբեջանցի կին էր որ շատ լավ խոսում էր հայերեն ու ակնհայտ էր որ ունի նոստալգիա այն քաղաքի նկատմամբ որտեղ ինքը ծնվել մեծացել է հարցնում էր իսկ հիմա այնտեղ ինչ է եւ այլն ու ես օրինակ ինձ համար հարց տվի իսկ եթե մենք ունենայինք շանս որ այս կոնֆլիկտը այսպեսի չլիներ ու այն մարդիկ որով նաեւ մեր հասարակության մաս են եղել հա որովհետեւ իրենք վստահաբար հատկապես առաջին փուլերում Բաքվում օտար են եղել ավելի շատ քան Երևանում էին հարազատ նույնը Բաքվեցի հայերը մեր հայրենակիցները հա որտեղ այնտեղ ապրում են իսկ մենք շանս ունենք որ այսպես չլիներ որ այս մարդիկ որ ընդհանրապես կապ չունեն այս ամեն ինչի հետ ուղղակի իրենց կյանքը այլ ձև դասավորվեր եւ մնային այն հասարակությունների մասը որը կային
կամ նույնիսկ դրանից առաջ գնայինք որպես անկախ պետություններ։ Իմ կարծիքով սա նաև պատասխանատվության ինչ որ ցուցանիշը եւ մեր եւ ադրբեջանցիների համար, եւ դա ես ասեցի նաև Հիկմետ Հաջիևին, որ մենք որպես անկախ պետություններ մենք պետք է անենք ամեն ինչ, որ ցույց տանք, որ հնարավոր է այս ամեն ինչը, հա, որ նաև ռուսական քարոզչությունում դուք հաճախ սա կտեսնեք, որ հա խորհրդային միության ժամանակ այս երկու աբորիգեն ցեղերը ոնց որ հաշտ էին կամ կայսրության ժամանակ, բայց հենց մենք թուլանում ենք իրար ուտում ենք, հա, ինչ որ վայրենիներ են, որ այլ ձևով իրար նկատմամբ չեն կարող վարվել, եւ սա մեր պատասխանատվության խնդիրն է եւ համատեղ պատասխանատվության, եւ սրա մասին ես նաև բազմաթիվ այլ շփումների ժամանակ նշում եմ ու կարծում եմ սա շատ կարևոր է, որովհետեւ մենք այս կոնֆլիկտի ընթացքում իսկապես այս մարդկային դեմքը կորցրել ենք հաճախակի ու այս ինֆորմացիոն դաշտը հաճախակի մոռացնում է, որ իրականում այս ինչ որ նարատիվների եւ այլն հետևը կան մի քանի 100,000 մարդ մեր կողմից, մի քանի 100,000 մարդ իրենց կողմից եւ իրենք կարող են նաեւ ոչ միայն այդ կոնֆլիկտի առարկա լինել, այլ կամուրջ, հա, մեր նախաձեռնությունը կոչվում է խաղաղության կամուրջ։ Բան մելքսիցեմ, բայց այսպես խոհապիլիսոփայականից մի քիչ եկանք պրակտիկ դաշտ, տեսեք, ըստ էության խաղաղությունը ինքը այսպես կարող մի քիչ ավելի առարկայական լինի այն ժամանակ, երբ մենք հասկանանք, որ երկու հասարակությունների մեջ այդ անվստահության սառույցել չի դա, ես չգիտեմ ինչ է, ջրիկ ազոտով պատրաստված ինչ որ բան է, քիչ շատ ինքը հա կոնեք թուլանա, բայց տեսեք, մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը խոսում է, ինքն էլ է խոսում խաղաղությունից, ասում է մենք տարածքային պահանջներ չունենք, բայց Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում են շարունակում են մնալ, ու այսպես ասեմ, հաշվի առնելով են անրաշինական աշխատանքները, դա առաջիկայում դա առանձնապես չեն էլ պատրաստվում ինչ որ հեռու գնալ։ Ենթադրենք, այդ հարցը քննարկվել է, ոնց է այդպես լինում, որ խոսում ենք խաղաղությունից, բայց դուք զորքեր ունեք իմ երկրի տարածքում։ Իրենք անմիջապես նշում են, որ դուք զորքեր ունեք մեր երկրի տարածքում։ Որտեղ։ Հիմնականում 90-ականներից է դա։ Նախիջևանի հատվածում մենք ունենք նման դիրքեր, Տավուշի հատվածում մի քանի դիրքեր։ Ուրեմն զուտ համեմատության համար էլի, այնտեղ ընդհանուր առմամբ 2.5 քառակուսի կիլոմետրի մասին է, այն մի դեպքում 200 քառակուսի կիլոմետր։ Չի, շատ է դրանից, բայց այնուամենայնիվ իհարկե Ադրբեջանը հատկապես 2021-22 թվականին ավելի մեծ տարածքներ է գրավել, սա դելիմիտացիայի խնդիր է ընկալվում, հա, դելիմիտացիայի ամփուլի, երբ որ կհասնի այդ հատվածներին, այստեղ մի ուրիշ խնդիր կա, ֆորմալ խաղաղությունը ոնց ենք պատկերացնում։ Իրենք պահում են այն նույն պահանջները, որ ունեն, ընդ որում ես ենթադրում եմ, որ իրենք նաև իրենց համար հստակ չի, ինչ Հայաստանի հետ են իրենք գործ ունենալու, ասենք 2026 թվականի հունիսից հետո։ Հետևաբար բոլոր քայլերը, որ անում են, իրենք անում են այնպես, որ հնարավոր լինի չեղարկել շատ հեշտ ու դա ինչ որ իրավիճակ չփոխի, բայց ես պետք է ասեմ, իսկապես տպավորությունս այն է, որ շահագրգռված են, որ այս գործընթացը գնա եւ այդ ֆորմալ փուլերի հաղթահարումից հետո նաեւ անհնար է լինելու ինչ որ պատճառաբանություններով, ասենք սահմանները, որ փակ մնան, կոմունիկացիաները փակ մնան, օրինակ իրենց համար շատ կարեւոր է նշում են, ու սա նաեւ գնահատելի մոտեցում է ինձ համար, եւ որ մենք ասում ենք, իսկ ինչու դուք Նախիջևանի այս ճանապարհից հետո ուզում եք գնաք Թուրքիա, հա։ Իրենք ասում են, նախ մենք Նախիջևանի հետ ունենալով նաեւ այս Թրամփի պայմանավորվածությունները մեկը ունենալու ենք ճանապարհ Իրանով եւ մյուս տարի արդեն աշխատելու է ավտոմոբիլային ճանապարհը։ Եթե այս հարցը լուծվի, իհարկե բոլոր այ հարցերը մեզ համար ավելի երկրորդական են եւ մենք ընդառաջելու ենք Հայաստանին կոմունիկացիաների այլ ուղղություններով, բայց մեր համար օրինակ այս ուղղությունն է գերադասելի, որովհետեւ հետո մտնում ենք, եթե ձեր տարածք գնանք Գյումրիով, այլ ոչ թե մտնենք կա Իգդիր Նախիջևանից, այդտեղ այլ պետության ինչ որ երկաթուղային կազմակերպությունը, որի նկատմամբ մենք որոշակի, ասենք, անվստահություններ ունենք, սա նաև թուրքական ԶԼՄ-ներում դուք կարող եք հանդիպել կամ քննարկումների ժամանակ այս մտահոգությունը կա, բայց ասում են, եթե դուք ուզում եք այլ, ասենք, ուղղություններ զարգացնել, հնարավորություն ունեք կառուցել, մենք դրան դեմ չենք, ու սա այն պրոակտիվ մոտեցման կարևորությունն է, որ
եթե մենք, ասենք, ինչ-որ աշխատանքներ տանենք, այլ ուղղություններն են աշխատելու, իրենց հիմնական հետաքրքրությունը իհարկե Նախիջևանի հետ կապ ունենալն է։ Եվ սա նույնպես այդ օգտակար նստվածքից է, այս շփումների հարցեր կան, որտեղ մենք չենք կարող իրենց դիրքորոշումը փոխել, իրենք իրենց շահերը այդտեղ պահելու են, բայց հարցեր կա, որտեղ արդեն մեր գործողություններից է կախված ինչպես է իրավիճակը փոխվելու, ու այս նույնիսկ փոքր քայլերը այնուամենայնիվ ազդում են նաև ընկալումների վրա, հա, նույն այդ սահմանազատումը, որ եղել է, իրանց համար էր անսպասելի, ու փոխվեց դե դիրքորոշումը սկզբնականից այն մարտի հայտարարությունը, որ իրենք ունեն, չիրականացվեց, հա, ապրիլյան այդ որոշումներով եւ այլն եւ այլն։ Այսինքն իրենք են սովորում մեզ հետ շփվել, որոշակի մտավախություններ կամ որոշակի, այսպես ասած, կամակոր դիրքորոշումներից փոքր հեռանալով, թեև իրենց դեպքում դրանք շատ իրենք լծակներ ունեն, հա, որոնք մենք չունենք, եւ հետեւաբար այստեղ այդ հենց օբյեկտիվ անհավասարությունն է նաեւ գործոններից մեկը։ Շնորհակալություն զրույցի համար, ուղղակի վերջում ամենահույս հայտնն է, որ մենք էլ որոշ հարցերում մեր շահերից ենք կոնքայլ չենք անի։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցիացված փորձագետ Սամվել Մելիքսեթյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։